Դիպը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով եւ ոչ դիպը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զարգացումները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուշի մեջ է։ Իսկ պարոն Ռուբինյան, այդ դեպքում ինչու են նման հայտարարությունները ձեզ հնչում, ինչն է։ Դե մենք բազմիցս պարբերաբար նաեւ եք բարձրաբանել։ Մենք պետք է հաշվի առնենք Իրանի ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ այս մտահոգությունները, որ այս մյուս թևից են հնչում, այդքան է չի անհանգստացնում Երևանին։ Մենք կարող ենք ասել հետևյալը, որ բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ. Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են, որովհետեւ իրական դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու։ Պարոն Ռուբինյան, Ռուսաստանից եւս այս առումով հայտարարություն կա, ասում են, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված TRIP-ի երթուղին, նշում են, որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը կոնցեսիա ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման համար եւ որ Հանրապետությունով ասում են նաև ռուսական երկաթուղին, այսինքն համատեղման նաև մասին են խոսում։ Արդյոք Ռուսաստանի ներկայության մասով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ։ Ներկայության։ Իսկ ինչպես են իրենք մասնակցություն ունենալու որպես ընկերություն։ Իսկ այնտեղից հնչող հայտարարությունները ուղղակի ցանկություններ են, ինչպես կբացատրեք այդ դեպքում։ Չեմ կարող բացատրել։ Այսինքն ցանկություն չկա, պարոն Ռուբինյան, թե քննարկում չկա։ Դե իրենք ասում են պետք է մասնակցություն ունենան։ Դուք բացառում եք, որ այդ նոր կառուցվող երկաթուղի։ Բայց խոսում եմ մարդու հետ։ Ինչի մեջ։ Նրանք ասում են պատրաստ են քննարկում ունենան Երևանի հետ, որպեսզի մասնակցություն ունենան որպես ընկերություն։ Մենք էլ ենք պատրաստ։ Ինչի՞ն։ Այդ քննարկմանը իրենց ասած։ Ինչ ասած։ TRIP-ում ներկայություն ունենալու ներգրավվածությունը որպես ընկերություն։ Ռուսական ընկերություն անվանական համանում եք։ Սիրելիներս, ուզում եք 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան։ Բայց բացառում եք։ Չէ, դիրքորոշումներ հետաքրքրում։ Որտեղ հարցն ավարտել։ Ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Ես այլ հարցում Լսում եմ։ Մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կամավորել։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, եթե հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով անուն ազգանուն։ Հավանական հավանական։ Լավ, այդպիսի տեղեկություններ կան։ Հա, հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն։ Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ ամանորի Ում շնորհավորանք։ Ես կարծում եմ թափում է մեր կաթողիկոսական գահը։ ուրիշ հոգևորականի տեսնենք։ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։ Պարոն Ռուբինյան, սկսվել է թեկնածուների հետ
երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցի պատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպել, Ինչն է նորից ասել։ ձեր տեխնացուների հետ Պատգամավոր ցուցակում։ երկխոսություն եք սկսել հարցի պատասխան։ Հա, հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ դες բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դες բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների Ոչ էլ քննողների։ Հա։ երկխոսություն Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացիաները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացիաների հետ։ Ուրեմն նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացիաների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակենք ձեր հարցը։ նախնական իրավիճակների քանի տեխնացիա օրինակ արդեն կա 300-ից ավել է դիմել։ օրինակ արդեն որոշել եք ձեր ցուցակից մարդկանց Չէ, դե օրինակ Ալես Արուխանյան, Հայկ չէ, Սարգսյան, քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ոչ Ակցենտը որ հատկանիշների վրա եք դնում, պարոն Ռուբինյան։ ներողություն հերթով էլի։ եթե գաղտնիք չեք Ի սկզբունքով եք։ ինչ եք հարցնում, հարցաշարը Հիմնականում բարեվարկության հետ կապված այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուների գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քննարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քննարկությանը մասնակցելու։ ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, ակտիվություն օրինակ, տարբեր կաթոլիկոսի դեմ պայքարի շրջանում։ Եթե կաթոլիկոս ասելով նկատի ունեք կտրիչներից չան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածությամբ։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն, քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչարյանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի ասած չանել ու մնալ կուսակցական։ Այո, Հովիկ Աղազարյանը վառ օրինակ է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցների փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարան։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանից համար չհաստատության աստիճանը։ Պարոն Ռուբինյան, պարզապես հրապարակային դաշտում չենք տեսնում, որ այլ կարծիք հայտնեն, այսինքն եթե ունեք այլ կարծիք, հրապարակային դաշտում չեք ասում դա։ Երևի լավ չարտահայտեցի իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքիդ չարտահայտության Հրապարակային որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Հետո կհասնեմ իրեն, ձեզ նվիրված լիներ, ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, դե տեսեք էլի բան։ Փաշինյան պիտի հասնի դա։ Օրինակ Ռուբինյանի նվիրվածությունը կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք
մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանինքը ձեր բանում, ձեր կմալությունը, միթե ձեր կբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունը։ Ինչո՞վ է։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց մեկնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեմ։ Ասում եք նաև բարեվարկությունն է հաշվի առնում, կարող եք մի քիչ մանրամասնել, կոնկրետ ինչ մասերով։ Չէ, չեմ կարող, ընդհանուր բարեվարկության մասին է խոսքը, բայց ոչ միայն բարեվարկության, ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Անտվինյան, եկեք Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այսպես շարունակ։ Պարոն Ռուբինյան, կայակալասի հայտարարության հետ կապված ԵՄ-ին որ դիմել եք արտաքին ազդեցության վերաբերյալ, ինչ սպառնալիքներ եք նկատել, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում։ Ուզում եք մի քանի սպառնալիքի մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ։ Այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան։ Օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների օգտագործում։ Ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում։ Ինչպես է տարբերացնել օրինակ, Ախր հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից, հիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպիսի բան ասում։ Գերմանիայի։ Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող։ Կարող են, Եվրամիության։ բայց Եվրամիության իրավապահները չեն կարող կանխել։ Պարզ չի, որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Պարոն Ռուբինյան, վարչական դատարանը որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն անհիմն է արգելել հավաքներն ու քննադատությունը։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք չափազանցված չի եղել այդ շրջանում ընդդիմադիրներին թույլ չտալ միտինգ։ Դատական գործի մասով չեմ մեկնաբանի, որովհետև վերջին ատյանին չի հասել, որքան հասկանում եմ, տեսականորեն կարող է եւ բողոքարկվել վճռաբեկ դատարանում, իսկ քաղաքականապես, եթե հարցը քաղաքական առումով է տալիս, արդյոք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ, չեմ համարում, ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լիներ։ Դատարանի հետևություններ չե կան, որ սահմանափակվել Դե նոր ասեցի, որ դատարանի մասով չեմ մեկնաբանի, որովհետև դեռ վճռաբեկ տեսականորեն կարող է վճռաբեկ դատարանում բողոքարկվել։ Պարոն Ռուբինյան, 2 շաբաթ առաջ երբ հրապարակվեցին Լեռնային Ղարաբաղի բանակցային փաստաթղթերը, այդտեղ բացակայում էր QST-ի բանակցային փաստաթղթը։ Ընդդիմությունից արձագանքելով ասացին, որ հրապարակեք այդ փաստաթղթը։ Դե չկա թող իրանք հրապարակեն։ Այո, եւ պատասխանը կառավարության եղավ այն, որ իրենց տիրապետության տակ նման փաստաթուղթ չկա։ Նախկին դեսպանն փոխտեսպան Յունիկ Աղաջանյանը օրերս հայտարարել էր, որ ԵԱՀԿ դեպոզիտարիայում կա այդ փաստաթուղթը եւ ցանկության դեպքում դուք կարող եք հարցում անել եւ այդ փաստաթուղթը ստանալ։ Հետաքրքիր է այս ընթացքում փորձել։ Չգիտեմ, առաջին անգամ լսում եւ ձեր նշած անձի որևէ հայտարարության ես երբեւե լուրջ չեմ վերաբերվել եւ լուրջ չեմ վերաբերվում եւ զարմանում եմ, որ ոնց է այդպեսի անձը ընդհանրապես դեսպան եղել, դա շատ խոսուն է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Այդուհանդերձ, պարոն Ռուբինյան, այդ փաստաթուղթը հայտնաբերելու ուղղությամբ կառավարությունը ջանքեր գործադրում է։ Այդ փաստաթուղթը կառավարությունը հրապարակել է այն փաստաթղթերը, որոնք կան իրենց տիրապետման ներքո, այսինքն իրենց մոտ։
ինչ կա, հրապարակվել է, ինչ չկա, չի հրապարակվել, որովհետև չկա։ Եթե Քոչարյանը պնդում է, որ այդպիսի փաստաթուղթ կա, թող հրապարակի։ Ձեր գործընկեր Արմեն Խաչատրյանը իր Facebook-յան էջում այդ փաստաթղթի ոչ պաշտոնական արված առաջարկների քսերոկոպիայից մի հատված Չէ, ինքը չի ասել դա ինչ է։ Ես երբ որ իրեն հարցրեցի, ասի դրա դա օրիգինալից արված քսերոկոպիայի կտորներ, որ հրապարակել, ասաց այո։ Դե չգիտեմ, թե ուրեմն մանրամասնի ինչ նկատի ունի, այդ ինչ փաստաթուղթ է, չգիտեմ, չեմ տեսել ես հրապարակած։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։